Ողջույն Բուն TV մարզասեր հերոստատիտող, ինչպե՞ս ես։ Մենք լավ, չնայած եղանակային տարօրինակ պայմաններին, ապրիլ ամիսը արդեն կիսվում է, բայց եղանակը կարծես թե այդ ձմեռա գարնանայինի շնչից չի հրաժարվում եւ պարտադրում է մեզ իր օրակարգը, դե մենք էլ մեր օրակարգով ենք ներկայացել ու ներկայանում այդ օրակարգում այս շաբաթ բաղկացուցիչ մաս ունի ֆուտբոլը։ Ստացվում է այնպես, որ վերջին շաբաթների ընթացքում ֆուտբոլը գերակայող է, այդպես ստիպված ենք շարժվել, քանի որ ոչ թե այլ մարզաձևերում իրադարձություններ կան եւ հետաքրքիր զարգացումներ նույնպես, սակայն ֆուտբոլը այս հատվածում ամբողջ աշխարհում, հատկապես եվրոպական գոտում, դե իհարկե նաեւ դե մունդիալի տարի է վերջիվերջո այնպիսի փուլ է թևակողել, որ եթե ինչ-որ մի զարգացում աչքաթող անես, հետագայում ստիպված ես ելնելու հաջորդ եթերներում բացատրես, թե ինչ տեղի ունեցավ, որ եկանք հասանք այսօրին։ Այդ իմաստով կրկնում եմ, այսօրվա եթերը նույնպես գերակայող ֆուտբոլային տեղեկատվություն է պարունակելու եւ եզրափակելու ենք ավտոմոտոսպորտի սիրահարների համար հետաքրքիր նորություն իրադարձությամբ։ Դերևս այսքանը որպես նախաբան, միանգամից շարժվենք առաջ եւ հայկական ֆուտբոլի սիրահարների համար իհարկե սկսենք Fastex Premier League-ի հերթական տուրի արդյունքներով։ Ինչ մեզ պարգևեց Fastex Premier League-ի հերթական տուրը։ Իհարկե սպասելի արդյունքներ, այն տեսանկյունից, երբ նայում ես հյուսակի որ հատվածի ակումբը, ում հետ է հանդիպում, որ հատվածը ներկայացնող, շատ հստակ արդեն կա այդ մինչև առաջինից 5-րդ տեղերի ակումբների դասավորվածությունը, որը պարբերաբար փոխվում է եւ 6-ից մինչև 10-րդ հորիզոնականը ընկած ակումբների միջև դասավորություն, այստեղ ես արդեն կարող եմ իմպերատիվ ասել, որ 99%-ով որևէ ակումբ ստորին հնգյակից չի հայտնվի վերին հնգյակում։ Ինչու այդպես, որովհետև այս վերասկսված առաջնության առաջին տուրերից հետո ստորին հատվածի ակումբներից եւ ոչ մեկը չկարողացավ ցույց տալ այնպիսի որակներ, որոնք որ կստիպեին մեզ հավատալ, որ նրանք կկարողանան պարբերաբար հավաքել միավորներ, գոնե մնալ անպարտելի, անգամ եթե այդ միավորները կրճատվում են մինչև մի միավորի։ Այդպիսի ակումբներ հավակնություններ ներկայացրեցին, բայց շատ արագ հերթական 1-2 պարտությունից հետո հասկացանք, որ նրանց միջև վերադասավորումները մենք դիտարկելու ենք միայն 6-րդից 10-րդ հորիզոնականների միջև։ Տուրը ուներ կենտրոնական դիմակայություն, բայց մինչև կենտրոնական հանդիպման մասին խոսելը պետք է մյուս դիմակայություններ իհարկե աչքի անցկացնենք։ Իդեպ ասեմ, որ 21-րդ տուրում մեկ խաղ կա, որը այս պայդրությամբ, երբ ձայնագրում ենք, տեղի չի ունեցել Ալաշկերտի եւ Արարատի միջև, կար հետաձգված մի խաղ, որտեղ որ Ալաշկերտը դժվարությամբ, բայց կարողացավ իր հաղթանակը տոնել 3-2 հաշվով, նորից դա հետաձգվածն էր, հիմա արդեն 21-րդ տուրի վերջին հանդիպումը, ելի այս երկու ակումբներին է բաժին հասել, այդ խաղին մենք չենք անդրադառնա, բայց իհարկե խաղում կա հասկանալի ֆավորիտ Ալաշկերտը, որը 5-րդ հորիզոնականում է։ Լավ, սկսենք թերևս Չարենցավանցիներից, Վանը սեփական արկի տակ ընդունել էր Ուրարտուին։ Ուրարտուն դժվարությամբ, բայց կարողացավ, կարելի ասել, ճզմել եւ այդ 3 միավորը վաստակել։ Ուրարտուն հետաքրքիր է, նրանք անգամ եթե որոշ խաղերում ունենում են որոշակի դժվարություններ, այդուհանդերձ նրանք շատ հստակ առաջ են գնում։ Ռոբերտ Արզումանյանի թիմը այս ընթացքում երևի ամենակայուն արդյունք գրանցելու տեսանկյունից ամենակայուն ակումբն է եւ պետք է ասել նաեւ, որ հենց նրանց կազմում է հանդես գալիս այս առաջնության գլխավոր ռմբարկուն, ով ամեն խաղից խաղ, Բրունո Միշելը արդարացնում է իրենից սպասվող բոլոր հույսերը, նա ամեն խաղում, գրեթե ամեն խաղում դառնում է գոլի հեղինակ, որոնք որ մեծ հաշվով առաջին 3 տեղերի համար պայքարող ակումբի մեծ նպատակներ հետապնդող ակումբի նաև գավաթի խաղարկությունը Ուրարտուն չմոռանանք, որ շարունակում է իր պայքարը, հիասքանչ հնարավորություն ունեն
հարավարևմտյան թաղամասը ներկայացնող ռուսները հայտնվեն նաև եզրափակչում, իհարկե առանց վիրավորական ինչ-որ կամ պիտակավորման առաջին խմբի որևէ ակումբի 3 մյուս տեխնացուները, որոնք որ հայտնվել էին կիսաեզրափակիչում, Նոան, Արարատ Արմենիան, Թեուր Արտուն կցանկանային Անդրանիկի պես մրցակից ստանային, ես չեմ ասում, որ հեշտ է լինելու, միանշանակ Անդրանիկը դաշտ է մտնելու ինչ-որ նպատակի հետևից, այդուհանդերձ նրանք պայքարելու են, բայց հասկանալի է, որ եթե Ուրարտուն իր կարգը ցույց տա եւ կարողանա պայմանականորեն առաջին խաղում առաջին խաղակեսում ինչ-որ մի պահին դառնալ գոլի հեղինակ, շատ դժվար է լինելու Անդրանիկին մենտալ տրամադրվել եւ այդ հաջողությունը պահել։ Իհարկե այստեղ մենք չի ասի սահուն, բայց կտրուկ անցում կատարեցին գավաթային առաջնության թե վիճակահանությունը արդյունքում իմացանք եւ թե սպասվելիք խաղերի մասին խոսեցինք, բայց այդուհանդերձ դա օրացույցային պլանի գալիք օրերի նախատեսված հանդիպումի կտրվածքով եմ ես ցանկանում խոսել ու ցույց տալ, որ Ուրարտուի արչեւ այս ամիսը բացվում է լայն ներկապնակով եւ պարտավորություններով հաղթահարելի, դժվար, հեշտ, բայց այդուհանդերձ խաղային տեսանկյունից նրանք ինտենսիվ պայքարում են լինելու, ինչպես նաև օրինակ Արարատ Արմենիան եւ եթե 21-րդ տուրի այն հատվածը, որը վերաբերում է Ուրարտուին, սենց փակենք եւ այդ էջը անցնենք առաջ, պահենք հերթականությունը եւ Գանձասար Նոան նախ եւ առաջ քննարկենք, որովհետեւ Նոան իր հերթին այս ընթացքում գերվստահ հանդիպումների շարք է անցկացնում, կարծես թե Սանդրո Պերկովիչին լիարժեք հաջողվել է այդ Եվրագավաթային նվաճումից հետո, հիշեցնեմ հասավ Նոան մինչև play-off pool, վերաիմաստավորել արդեն առաջնությունը, մոռանալ նա այն հատվածը եվրոպական, որը որ իրապես նվաճման մեծ հաջողության մասին էր, բայց թիմին պետք էր տրամադրել եւ նա այդ հարցում իրապես հաջողել է, կրկնում եմ, միանշանակ է նրանք, որ կարողանում են ամեն խաղից խաղ իրենց արժև դրված խնդիրը կատարել եւ դա կատարել վստահ։ Շատ բարդ մրցակցի Փյունիկի հետ քաորդ եզրափակիչ գավաթային խաղում նույնպես նրանք մեծ ճիքերով, բայց այդուհանդերձ կարողացան իրենց արժև դրված խնդիրը կատարել, նրանք դիմացան Փյունիկի այդ ճնշող քամող մարտավարությանը, իսկ Փյունիկը այս ընթացքում վստահեցնում եմ բոլորիդ ամենադժվար մրցակիցներից մեկն է դառել։ Ես զուգահեռ չեմ ցանկանում անցկացնել, որպեսզի համեմատական գնահատական չլինի, բայց տպավորություն է, որ ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներով համեմված համալրված Փյունիկը կարող է իր պահը օգտագործել եւ դրանից հետո պաշտպանվել այնքան, որքան չի կարող դիմանալ որևէ ակումբ Հայաստանի առաջնությունից։ Եվ թվում է, թե դա արդեն շատերի համար խնդրահարույց անհաղթահարելի էր դարձել։ Նվազագույն Ալաշկերտի համար, որը 2 խաղ Փյունիկին պարտվեց նույն 1-0 հաշվով եւ մեծ հաշվով սցենարը նույն ընթացքն էր ստացել։ Իդեպ նմանատիպ սցենարով ընթացավ նաեւ Արարատ Արմենիա եւ Փյունիկի միջև առաջին հանդիպումը, որտեղ Փյունիկը եւս կարողացավ 1 գոլը խփել եւ պահել։ Այս խաղում, իդեպ 21-րդ տուրին բաժին էր հասել հենց շատ հետաքրքիր մի գլխագիր, Փյունիկ Արարատ Արմենիա, կարելի ասել Ավանի ակադեմիան, որ արդեն Փյունիկի համար տնային ստադիոն է, չեմ ուզում ասել լեփ-լեցուն էր այն իմաստով, որ այդ 1400 նստատեղերը զբաղված էին, բայց այն լեցուն մեծ տրիբունայի տպավորություն էր թողում, գերհաճելի էր նման երկրպագուական մթնոլորտում անցնող կենտրոնական դիմակայություն տեսնել, այստեղ Արարատ Արմենիան կարողացավ իր հունով պարտադրել, որպեսզի հանդիպումն ընթանա, առաջին րոպեներից անցավ ճնշման, իսկ վերջին խաղերի ընթացքում Արարատ Արմենիան չէր կարողանում այդ առաջին րոպեների ճնշումը պահերը իրացնել, այստեղ բանը հասավ նրան, որ հարվածներից մեկը ճանապարհը դեպի դարպասը չընթացավ, գնդակը կարճ ասած եւ դիպչելով Փյունիկի ֆուտբոլիստի ձեռքին արդյունքում 11 մետրանոցի պատճառ դարձավ։ Բալանտանային դիպուկ իրացրեց եւ արդեն այդ սցենարային կտրուկ փոփոխությունը, որը այդ կերպ չէր պատկերացնում երևի թե Փյունիկը, ստիպված եղավ վերանայել իր մարտավարությունը, վերադասավորումներ եղան երկու թիմերում էլ, թե սխեմայի, թե մոտեցումների
Իդեպ դաշտն էլ շատ արագ էր գնդակը ընթանում, հետաքրքիր էր տեսնել նման արագ ֆուտբոլ Հայաստանի առաջնությունում, պայքարով լեցուն, ամենտեղ կրքերն էլ նաև խաղում բորբոքվեցին, որը կարելի ասել ոչ թե սպասելի էր, այլ ընկալելի էր նման խաղի դեպքում, քանի որ 6 միավորի համար պայքար էր ընթանում։ Արարատ Արմենիան առաջին հատվածից հետո վերադառնալով երկրորդ կեսը այս մեկնարկել էր միավորների կորստով, 2 ոչ ոքի պարտություն, կարճ ասած այդքանից հետո Արարատ Արմենիան եթե ցանկանում էր շարունակել պայքարը հավասարի մեջ, նա պարտավոր էր հաղթել եւ նա կարողացավ երկրորդ խաղակեսում էլ արդեն հակագրոհային մարտավարություն, որը եւս իր արդյունքը տվեց, փոփոխությունները նաև իրենց արդարացրին Նդուրա արչեվում եւ Հուգո Օլիվեյրան, որը ուժեղացրեց առաջ եզրը, ոչ թե փոխանակ Կամոյի փոխարեն դաշտ դուրս եկավ, այլ ավելի ուժեղացրեց այդ հարցակողական պոտենցիալը, իսկ նա փաստացի Արարատ Արմենիայի ռմբարկուն է դարձել գլխով գեղեցիկ հարված վերջին րոպեներին, կարծես թե վերջակետը դրվեց եւ կրքերը հանգստացան 2-0 այստեղ էլ կարևոր արդյունք ունենք եւ այդ տեսանկյունից առաջնության այդ վերնամասը արդեն ֆանտաստիկ տեսք է ստանում։ Նոան, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 38 միավոր եւ հաջողության դեպքում կարող է ընդհուպ մոտենալ առաջատար եռյակին եւ առաջատար եռյակ, որոնք որ մեծ հաշվով իրարից ոչ մի կերպ չեն տարբերվում 42-ական միավոր հավասար խաղերի պայմաններում Արարատ Արմենիա Ուրարտու 20-ական խաղ եւ Փյունիկը, որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ ունի 41 միավոր։ Ահա այսպիսի տեսք ունենք, ֆանտաստիկ թեժ առաջնություն, գերհետաքրքիր պայքար, տուրի վերջին այս ստորին հորիզոնականի ակումբների միջև խաղով այս պայծրությամբ վերջինն է այն ժամանակավորապես արժանանակ sense ավարտուն տեսք ունի իմ համար, դրա համար որպես վերջին հանդիպում դա եմ ներկայացնում ԲԿՄ Շիրակը նորից Ավանի ակադեմիայում հենց հաջորդ իսկ օրը կենտրոնական դիմակայության ընդունեց օրը ցերեկով գոլեր չտեսան երկրպագուները հավաքված, չնայած ասեմ, որ վիճահարույց նաև դրվագ եղավ, պայրից մեկը ավարտվեց, նախ եւ առաջ Շիրակը շատ հետաքրքիր էր հակագրոհում, պետք է խոստովանել եւ եղավ դրվագ, երբ կարծես թե գնդակը նորից ձեռքին հասավ ԲԿՄ-ի ֆուտբոլիստի, կարծես թե կադրում կար հպում, բայց այդուհանդերձ 11 մետրանոցը վառից հետո Հենրիկ Նալբանդյանը չնշանակեց եւ այստեղ պահպանվեց այս ոչ ոքի արդյունքը մեկական միավոր նախավերջին եւ վերջից երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԲԿՄ-ի եւ Շիրակի համար կարծում եմ նրանք, որոնք իրար միջև այդ վերադասավորումների շրջանում են, սա եւս կարևոր միավոր է, չնայած նրան, որ այստեղ իրար միջև հանդիպող ստորին հորիզոնականներում գտնվող ակումբները, որոնք որ իրար հետ են խաղում, միանշանակ խաղում են 3 միավորի համար։ Մեծ հաշվով այդ տեսանկյունից կարելի է այն բնութագրել որպես կորսված 2 միավոր երկու թիմերի համար էլ։ Ահա այսքանը գերհետաքրքիր պայքար է սպասվում ամեն հաջորդ տուր, կա այդ 5 ակումբների միջև շատ էական հանդիպումների, նշանակալից հանդիպումների տենց օրակարգ օրացույց եւ բոլոր նրանք, ովքեր որ ոչ բոլոր խաղերին են հետևում, ապա գոնե այդ կենտրոնական տուրի դիմակայությունները պետք է առանձնացնեն եւ աչքի տակ անցկացնեն։ Հավատացնում եմ եվրոպական բազմաթիվ ճոխ մեծ թոփ առաջնությունների միջին կարգի խաղերին որևէ բանով չզիջող կրքեր են, դե վերջի վերջո մեր ֆուտբոլի առաջնությունն է, իսկ մենք մերը պետք է սիրենք ու գնահատենք։ Այսքանով ես ցանկանում եմ Հայաստանի առաջնությունը ամփոփել, անցնել առաջ, քանի որ եվրոպական առաջնություններում կան շատ հետաքրքիր իրադարձություններ, որոնք որ բաժին են հասել հանգստյան օրերին, դե իսկ գալի շաբաթը, այս շաբաթը արդեն որը որ մեկնարկել է, նաև Չեմպիոնների լիգայի տեսանկյունից հանգուցալուծումները իր մեջ պարունակում, այնպես որ դա էլ ենք թեթևակի քննարկելու ու գնանք դեպի ավարտը այս թողարկման։ Ինչպես եւ խոստացա, եվրոպական թոփ առաջնություններից մեզ մոտ այս շաբաթ անդրադարձ է լինելու ուրեմն Անգլիային, Իտալիային եւ շատ հետաքրքիր մի գործոնի հանգամանք հաշվի առնելով նաեւ Գերմանիային։
Կարող ենք խոսել նաև ընթացքում, եթե ժամանակ լինի, հարակից մի շարք ոչ top եվրոպական, բայց միջինից բարձր առաջնությունների մասին, բայց դրան հələ կհասնենք։ Փորձենք դրանց էլ ժամանակ տրամադրել։ Հիմա առաջին հերթին, րոպե չկորցնելով, Անգլիայի առաջնությունը։ Արսենալը դուրս մնալով գավաթային երկու մրցաշարերից էլ հոգեբանորեն ճխլվել է։ Ես դա հայտարարում եմ պաշտոնապես, կարծես թե քմծիծաղով, բայց գիտեք, դա հիմք ունի։ Ինչու, որովհետև Արսենալի բազմաթիվ երկրպագուներ արդեն սենց տոնում էին, որ դե չի լինի ինձ, որ այս մրցաշրջանը մեզ համար առանց տիտղոս ավարտվի, եւ իհարկե ամբողջ ընթացքում ծաղր այլ լոնդոնյան ակումբների եւ հատկապես անվանապես իրենց հիմնական մրցակցի Տոտենհեմի, որը առանձին մի տխուր պատմություն է, այդ մասին եւս մենք խոսելու ենք։ Հիմա Արսենալը Բորմուտին պարտվում է 2-1 հաշվով, հնարավորություն տալիս տուրի կենտրոնական խաղում Չելսիին գերվստահ հաղթանակ տոնել City-ին գերվստահ հաղթանակ տոնել Chelsea-ի նկատմամբ 3-0 հաշվով տոտալ առավելության պայմաններում City-ին կրճատում է այդ տարբերությունը։ City-ն ունի 1 հանդիպում իր տրամադրության տակ, նա 1 հանդիպում պակաս է անցկացրել, պլյուս այդ ամենից զատ Չեմպիոնների լիգայի հերթական Sporting Arsenal դիմակայությունից հետո կամ Arsenal Sporting խաղից հետո մենք ունենալու ենք Manchester City Arsenal դիմակայությունը։ Այստեղ եթե սա այն խաղն է, որը տալու է պատասխան, Arsenal-ը կկարողանա այն մրցաշարում, որտեղ որ հեգեմոն հսկայական առավելություններ, գոնե այդտեղ ինչ որ մի բան պահպանի։ Եվ փոխանակ ծաղրուծանակի ենթարկելու այլ ակումբներին տրամադրվի գոնե այս հատվածում իրեն ցույց տա։ Եթե նա դա չկարողանա, միավորների տարբերությունը կրճատվում է մինչև 3-ի ու այդտեղ արդեն ժամանակը կգա City-ին ցույց տալու, թե ինչպես նա կարող է տրամադրվել այդ բաց թողած հանդիպմանը, որում նույնպես հաջողության դեպքում արդեն միավորները լրիվ հավասարվում են, իսկ այդտեղ արդեն պատասխանները երկնքից կկախվեն, այնպես ինչպես շշուկները, որ Արսենալը հավերժ երկրորդ ակումբն է լինելու թե Անգլիայում, թե Լոնդոնում։ Հիմա դա իր հերթին ես պետք է խոստովանեմ, որ բոլոր գնահատականներս Manchester United-ի մասին չարդարացան, նրանք իրապես իրենց վեր գտան, չեմ ասի, որ հառնել են իրենց նախկին փառքը եւ նորից այն նույն ակումբն են եվրոպական տարածքում, ինչպես եղել են օրինակ 10-15 տարի առաջ, ոչ, նրանք այդպիսին չեն, բայց գոնե Անգլիայի առաջնությունում տենց առաջին հնգյակի թիմ դարձան ու պետք է խոստովանել, որ արժանիորեն։ Առաջին հատվածը խայտառակության էր մոտիկ, նրանք տպավորություններ թե կարող են գնալ Տոտենհեմի ճանապարհով, իսկ իրականում նրանք իրոք գոնե այս փուլում կարողացան վեր գտնել խաղը իրենց որակը եւ իրանք իրենց կարողացան համոզել, որ վերջի վերջո Manchester United-ը այլ մակարդակի ակումբ է եւ այսպես շարունակել պարզապես չի կարելի։ Հիմա Տոտենհեմի մասով Դիբիազին եկավ, մասնագետին համոզեցին, ասեցին, որ այս խորտակվող նավը տալիս ենք քեզ, շատ սիրուն մեծ ճոխ նավը, որը ունի շատ մեծ ճոխ ստադիոն, երևի թե հենց ինքը նավի տեսքով եւ խնդրում եմ այնպես արա, որ մենք մնանք Պրեմիեր լիգայում։ Դա նրան կհաջողվի թե չէ առհասարակ դա հարցի մի կողմն է, բայց մյուսը եւ առաջին քայլը, որը հանգստյան օրերին տեղի ունեցավ Սանդերլենդի հետ արտագնահանդիպումներ, որտեղ որ նվազագույն հաշվով նրանք պարտվեցին։ Ասեմ, որ անհույս տպավորություններ էին թողնում Տոտենհեմի ֆուտբոլիստները, կնշանակի տենց մեծ հաշվով ոչ մի բան չասեցի։ Ունեն հսկայական տենց հոսպիտալ, այնտեղ ավելի լուրջ կազմ կա, որը պատրաստ է անգամ աշխարհի առաջնությանը երևի հանդես գալ ինչ որ պայմանական երկրի անուն, օրինակ Խորլանդիա, Խորվաթիա եւ Իռլանդիա տենց կպցնենք իրան, ինչ որ մի հատ պայմանական երկիր ստանանք եւ օրինակ կարան այդ ֆուտբոլիստները դառնան Խորլանդիայի ավականի ֆուտբոլիստներ, գնան աշխարհի առաջնությանը տենց մի կիսաեզրափակիչ կազմեն։ Այդպիսի տենց լուրջ, լավ, կիսաեզրափակիչ շատ ասչի, խմբից դուրս կգան։ Հիմա այդպիսի կազմ ունեցող Լազարեթով Տոտենհեմը
փորձում է իրավիճակը շտկել, երբ արդեն ամեն ինչ հասել է ոսկորին, ոսկորն է ջարդվել է եւ այդ ամենը պետք է ընդգծել, որ սկսվեց նրանից, երբ նրանք վերջին տասնամյակների ընթացքում վերջապես տիտղոս նվաճած ավստրալիացի հունական արմատներով Պոստեկոգլուին հեռացրին իր պաշտոնից։ Նա ով միավորների պաշար հավաքել էր, բոլորին ասել, որ օքեյ, լավ, մենք դուրս չենք գալու Պրեմիեր լիգայից եւ վերջի վերջո ձեզ տիտղոս է հարկավոր, ես տիտղոսը ձեզ ապահովում եմ։ Հետո Լևին որոշեց իր գնալուց առաջ հեռացնի նաեւ վերջին տիտղոսը այդ ակումբին ապահոված մարշչին եւ թողնել նրան խորտակվող նույն նավը թողել առանց ղեկավարի, ղեկի, չգիտեմ այնտեղ արդեն ճիշտ ասած այդ նավի որ մասն է բացակայում, այնտեղ մի հատ լուրջ գիտահետազոտական պետք է գործընթաց սկսել առհասարակ հասկանալու համար, թե ինչը ճիշտ ճանապարհով չի ընթանում։ Միանշանակ է, որ այնտեղ չեն կարողանում ֆուտբոլիստներին լավ վերականգնել, վերապատրաստել վնասվածքներից հետո եւ ժամանակից շուտ նրանց մտցնում են դաշտ, արդյունքում նորից վնասվածքի կամ այլ հատվածի կամ նույն հատվածի կրկնվելը ցուցանիշ է նրա, որ մի բան այդտեղ այնպես չի ընթանում։ Թոփ առաջնությունների շրջանում, Անգլիայի առաջնությունում, եթե թվում էր, թե շաբաթներ առաջ ամեն ինչ գնում է դեպի Արսենալի չեմպիոնությունը, հիմա կարելի ասել, որ տենց 180 աստիճան շրջվելու հավանականությունը շատ մոտ է եւ գալիք շաբաթները դրա վկայությունը կլինեն։ Հիմա Անգլիայի առաջնությունից սահուն անցնում ենք դեպի Իտալիա։ Անցնող 2 օրվա ընթացքում ուրբաթ օրվանից սկսած խաղային շաբաթը սկսվեց եւ ավարտվեց, կարելի ասել, ուրբաթով եւ երկուշաբթի որոշ իդեպ հետաքրքիր խաղեր կան։ Ամեն մի առաջնությունում մեկական խաղ կա նվազագույնը, օրինակ նույն Լացիոն խաղում է երկուշաբթի օրը, բայց լավ, դա մի կողմ։ Եթե բոլոր այդ հանդիպումները ես այդպես մեկտեղ եմ, այն հանդիպումները, որոնք որ նայել եմ, այդ ցանկից հանեմ դուրս եվրոպական թոփ առաջնությունների շարքին չդասվող Հայաստանի առաջնության Փյունիկ Արարատ Արմենիան, որը ֆանտաստիկ հետաքրքիր էր, ապա այն խաղը, որը հավակնում է այս շաբաթվա ամենահետաքրքիր դիմակայությունը դառնալուն, դա Կոմոյի եւ Ինտերի միջև խաղն էր։ Սես Ֆաբրեգասի թիմը հաղթում էր սեփական դաշտում 2-0 հաշվով։ Հերթական sense փոքրիկ պատմությունը հաջողության մեծ պատմության դասագրքում այն մասին, թե ինչպես է համեստ թիմը 30 քանի տարի անց նախ եւ առաջ կարողանում Ինտերի դարպասը գրավել, իսկ նրանք քաղաքի իմաստով տենց հարևաններ են, Միլանի տենց Արվարձան ասեմ, բայց տենց Միլանի Աբովյանն է Կոմոն, պարզապես ավելի սիրուն տարածքում, պլյուս այնտեղ ֆանտաստիկ մի հատ լիճ կա, որը պատմականորեն երևի մի քանի հազարամյակ ծառայում է այդ քաղաքի որպես թիվ 1 ամենատեսարժան վայր, կարճ ասած այդ քաղաքը գրավում է հենց այդ լիճը։ Լավ, հիմա Կոմոն հավակնություններ ներկայացրել, որ ահա այս նորընծա պոտենցիալ չեմպիոն թիմին, որը 21-րդ տիտղոսի հետևից է գնում, հեսա մի հատ էլ տես ճանապարհին ապտակ կհասցնենք։ 2-0-ից հետո կտրուկ ամեն ինչ փոխվում է, Ինտերը խփում է 4 գոլ, հետո խաղի վերջնամասում եւս մեկը խփում են արդեն Կոմոյի ֆուտբոլիստները 11 մետրանոցից կրճատվում է աշխի տարբերությունը մինչև նվազագույնի վերջին րոպեներ էլ չեմ ասում, ինչ դաժան դժվար րոպեներ էին Ինտերի ֆուտբոլիստների համար, այնտեղ ֆանտաստիկ պահեր, դարպասաձող, փաստացի դրվագներից մեկում ըստ էության թված թե կար խաղից դուրս իրավիճակ, բայց դրվագը մինչև վերջ խաղացին եւ միայն կրկնում եմ նույն դարպասաձողը փրկեց Ինտերի ֆուտբոլիստներին։ Նրանք հաղթում են, սակայն այս պատմությունը երևի թե ավելի շատ հենց Կոմոյի մասին էր։ Իսկ ինչու, որովհետև մենք պարբերաբար խոսում ենք եվրոպական առաջնությունների մասին, ինչ է տեղի ունենում, ինչ տեղի չի ունենում, նաև իտալական ֆուտբոլի մասին նախորդ եթերում խոսեցինք ու ասացինք, որ օրինակ հիմնական խնդիրներից մեկը այն է, որ թոփ ակումբներում, հա, իտալացի ֆուտբոլիստներ չկան։ Հիմա օրինակ նույն Կոմոն 3 դաշտ դուրս եկավ, էլի կրկին աշխարհի բոլոր երկրներից մի ֆուտբոլիստով լավ մի երկու երկիր կար, որ երկու ֆուտբոլիստով, բայց նրանք նվազագույնը sense ասեմ իտալացիներ չէին։ Դեռ ավելին գլխավոր մարզիչն էլ իտալացի չի, այնպես ինչպես եւ
Ինտերի մարզիչը, բայց գոնե Ինտերի կազմում օրինակ մեկնարկային 11-ում 4 հոգի իտալացի էին։ Կոմոն հետաքրքիր պրոյեկտ է եւ պրոյեկտ է ֆուտբոլում էլիտարիզմի մասին։ Նրանք փորձում են դառնալ էլիտար ակումբ, ինչպես օրինակ Մադրիդի Ռեալը, հա, հենց իրոք անվանապես ոչ թե տիտղոսներով, դե պետքա 100-ամյակների ճանապարհ անցնես, որ Մադրիդի Ռեալը հաջողությունը կրկնես։ Նվազագույնը վստահ եմ Կոմոին հաշվի առնելով որ գոնե Իտալիայի առաջնությունից է, այնպես չէ որ նրանց համար շատ անհնարին կլինի, 100-ամյակներ են պետք, նվազագույնը վստահ եմ մի 50-60 տարի պետք է որ չգիտեմ, գոնե այն տիտղոսների կեսը ունենան։ Հնարավոր է, եթե հովանավորը բավական չափ փող սրսկեն, դրեն դա լինի շարունակական, լինեն հետևողական, այս նույն process-ը շարունակվի, Սեսկ Ֆաբրեգասն էլ կարողանա ամեն տարի մեկը մյուսի վրա հաջողությունը կրկնապատկել։ Հիմա այս պայդրությամբ Կոմոյի գլխավոր խնդիրը լինել Չեմպիոնների լիգայում։ Եթե նրանք Չեմպիոնների լիգայում լինեն, ես հավատացնում եմ եկող տարի դուք տեսնելու եք մի ակումբ, որը Ատալանտայի պես հաջողություններ է ունենում, Ատալանտան Չեմպիոնների լիգայում թե խմբային փուլներ վերջերս սկսում հաղթարել դուրս գալ, հասնում են լուրջ հատված, Կոմոն այդ ճանապարհին է։ Այս ընթացքում Կոմոն պետք է փորձի չկորցնել իր գլխավոր մարզչին, Սեսկ Ֆաբրեգասին եւ ֆուտբոլիստներին։ Աստղային ֆուտբոլիստներ չեն, բայց նրանք որպես համակարգ, ինչպես ժամանակին օրինակ Լեսթերը, շատ լավ են գործում։ Նրանք հիմա 5-րդն են, նրանց հիմնական մրցակիցը Յուվենտուսն է, մեծ չէ տարբերությունը եւ մեր մեջ ասած պետք է խոստովանել, որ Կոմոն ունի ֆանտաստիկ վերջնամասի համար նախատեսված մրցակիցներ, որոնցից ամենաանվանին Նապոլին է։ Կարելի է հաղթել գալիք 7 խաղերում կարելի է բոլորին կարելի է հաղթել, այդ թվում եւ Նապոլին։ Եթե թիմը կարող է այսպես տրամադրել, կարելի է հաղթել նաեւ Նապոլին։ Կոմոյի պատմությունը ահա այսպեսին էր, թե ինչ ճանապարհ են նրանք ընտրել, ինչու էլիտարիզմի տենց ճանապարհը տենց նկարագրեցի, որովհետեւ Կոմո ինքը քաղաքը մեծահարուստների համար է, աշխարհի բոլոր օլիգարխները այդտեղ իրենց տները ունեն, այդ թվում նաեւ Ռուսաստանից իդեպ ասեմ։ Անկամ Սալավյովը այդտեղ ունի տուն, եւ եթե չեմ սխալվում, անկամ տներ։ Լավ, Իտալիայում կարծում եմ տների գներից շատերն են տեղյակ են նաև որ այնտեղ առանձին գյուղեր կան, օրինակ Լոմբարդիայում կամ չգիտեմ այստեղ այնտեղ, որոնք որ տարօրինակ ցածր գնային սեգմենտում տենց բավական հասանելի գումարներով են վաճառվում եւ շատերը ովքեր որ Երևանում տենց անշարժ գույքի հետ սեր ունեն, բարբերաբար նրանց վստահ են բերում են, շատերին տեսնում օրինակ իմ ընկերների ցանկում որ տարածում են, բայց եթե տենց մի քայլ էլ ավելի վերև կամ մի քանի քայլ ավելի վերև ես գնում, այնտեղ կա հենց նույն Կոմոն իր գերճոխ առանձնատներով եւ այդ մասային համապատասխան թիմ են ուզում նրանք կառուցեն, հա, ասենց ճոխ գան փոքրիկ ինձ նավակներով ինչ որ միտեղ հարևանությամբ հանգրվան են, իսկ ստադիոնը հենց գտնվում է լճի հարևանությամբ, այնտեղ իդեպ ասեմ մի հատ ճեղք կա ֆանտաստիկ գեղեցիկ ճեղք է տրիբունաների միջև, որտեղից որ երևում են նավերը եւ այդ օրինակ տեսարանը բնորոշում է թե ինչի մասին է Կոմոն, որպեսզի ինկալեկա, ինչպես Մոնակոյի Grand Prix-ն։ Ահա այսքանը Կոմոյի մասին։ Ես վստահեցնում եմ, որ գալիք մրցաշրջանի եթե նրանք հայտնվեն Չեմպիոնների լիգայում գլխավոր անակնկալներից մեկը լինելու է հենց նրանց շուրջ։ Կանխատեսումս կլինի թե ոչ, մենք ունենք բավական լավ երկար ժամանակ։ Իդեպ նաև ժամանակ, որպեսզի այս մրցաշրջանը ավարտվի, բայց մրցաշրջանի ավարտի արդյունքում նրանք կարող են առհասարակ Եվրագավաթային ուղեգրերից զրկվել։ Սա արդեն Իտալիայի առաջնության մասով, սա ավարտում ենք, Ինտերի դեպ հաղթեց եւ Հենրիխ Մխիթարյանը մոտ է երկրորդ անգամ դառնալու Իտալիայի չեմպիոն, երկար ժամանակ Հենրիխին չէր հաջողվում ոչինչ այդ ուղությամբ, այն բոլոր ակումբներում, որտեղ որ նա խաղում էր, նրանք իրենց երկրի առաջնություններում չեմպիոն չէին կարողանում դառնալ Եվ հիմա արդեն ժամանակն է տեղափոխվել մի առաջնություն, որտեղ նույնպես Հենրիխ Մխիթարյանը հանդես եկել է, բայց քննարկելու ենք ոչ թե Բունդեսլիգան, խոսքը Գերմանիայի մասին է, այլ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբներից մեկի շուրջ պատմություն ենք քննարկելու, ներկայացնելու եմ ձեզ Ունիոն Բերլինում ստեղծված իրավիճակը, որը հանգեցրեց մի
որոշման, որը հեղափոխական էր ամբողջ եվրոպական ֆուտբոլում։ Գերմանական Բունդեսլիգայի ավարտին մնացել է 5 տուր եւ մայրաքաղաքը ներկայացնող Ունիոնը գլխավորելու է 34-ամյա Մարի Լուիզե Էտան։ Կին։ Դա top առաջնություններում առաջին դեպքն է, երբ բարձրագույն լիգան ներկայացնող ակումբներից մեկը կգլխավորի կին։ Ժամանակավոր, առժամանակ, հետագայում նորից այդ պաշտոնում հայտնվելու պայմանով էական չէ, ինչ որ կերպ նրան մենք տեսնելու ենք փոխարինողների նստարանի մոտ որպես գլխավոր մարզիչ։ Նման որոշումը իր տեսակի մեջ չէ մասի, որ բացառիկ է, երկրորդ Բունդեսլիգայում տարիներ առաջ նման փորձ եղել է, դրանից առաջ էլ Ֆրանսիայի առաջնությունում է եղել երկրորդ լիգա 2-ում, բայց դա էլ ասենց ասեմ տասականների կեսերին էր, կարճ ասած, բայց երբ խոսքը հասնում է Բունդեսլիգայի top ակումբներին, իսկ վերջին շրջանի գոնե Գերմանիայի մակարդակով Ունիոնը իր մասին տենց շատ հստակ հայտարարությամբ հանդես է եկել, սահմանագծել է այն նպատակները, որոնց համար նա պայքարելու է, վստահ եմ, Էտայի հետ կլինի թե առանց նրա նա այդ հաջողությունները կգրանցի, եւ բացի այդ ինչով է պայմանավորված այս որոշումը։ Արդյունքներից բավարարված չէին, հենց դա նաև մատնանշում է այն, թե իր տեղը իդեպ նրանք վստահաբար կարծում եմ պահպանել են Բունդեսլիգայում, միջնամասում են, բայց դա նրանց համար բավարար չէ։ Կարծում են Ունիոնում, որ այդ ակումբը արդեն այնպիսի պոտենցիալ ունի, որ պետք է հայտնվեր օրինակ պայմանականորեն առաջին հնգյակում Եվրագավաթային ուղեգրերի համար պայքարում նրանց պետք է տեսնեին։ Եվ ահա այս նոր մեկնարկած կամ վերսկսված մրցաշրջանի առաջին հատվածը ցույց տվեց, որ դե չի ստացվել Բաումգարտի մոտ եւ նա պետք է հեռանա։ Հիմա Մարի Լուիզե Էտան այնպես է դասավորվել, որ վերջին տարիների ընթացքում մշտապես աշխատել է հենց Ունիոն Բերլինում։ Ունիոն Բերլինում, որը որ տարիներ առաջ 4-րդ, 5-րդ դիվիզիոնում էր գերմանական ֆուտբոլի եւ Բերլին քաղաքը ներկայացնող մայրաքաղաքը, հիշեցնեմ, միակ մեծ եւ նորմալ ակումբը դա Հերտան էր։ Դե Հերտան էլ հիմա ընկել է մի հատ խորը ճգնաժամի մեջ, դա առանձին պատմություն է։ Ինչպես նրանք չկարողացան այդպիսի ակումբը պահպանել Բունդեսլիգայում եւ հայտնվել նման իրավիճակում։ Իսկ ահա ի հակադրություն այդ իրենց համակարգային մրցակիցների Ունիոն Բերլինը ինքը հենց տեղի community հին բերլինցիների, հա, սիրված, ամենասիրած ակումբն է։ Հերտան դրոշակակիրն է, միանշանակ է, բայց այ Բերլինը սիրում են բերլինցիները։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև ֆանտաստիկ պատմություն ունեն, սկսած նրանից, թե ինչպես առհասարակ նրանք հայտնվեցին Բունդեսլիգայում։ Եվ այդ հարցում են, որ ամակ ունեն վիզ են դրել, իրոք երկրպագուները։ Դեռ ավելին, գերհետաքրքիր առանձին հաջողության պատմությունը, թե ինչպես կարողացավ այս թիմը երկրորդ Բունդեսլիգա մտնելուց առաջ վերակառուցել իր ստադիոնը։ Նրանք բոլորով երկրպագուներով հավաքել են գումարը, ամեն մի երկրպագու ով ինչ ունի, թե շինարարական տեխնիկա, կապեր, բոլորը օգտագործելով հենց իրենց ակումբի ստադիոնը վերակառուցել են։ Բոլոր այն ենթակառուցվածքները, որը որ աշխատում է հիմա նաև օգուտ է տալիս հենց իրենց։ Մերչի համար նախատեսված գոտիները, VIP գոտիները, որտեղ որ իդեպ առանձին սենյակներ ունեն, աբոնեմենտներ ունեն հենց նրանք, ովքեր որ օգնել են դա կառուցել։ Կարճ ասած, իրենց գումարը գրպանի ներդրեցին, հիմա վայելում են ֆուտբոլ եւ իհարկե կարելի ասել նրանք էլ իրավունք ունեն պահանջել ինչ է անում այս մարզիչը եւ բանի ստացվում է, որ լավ ու ճիշտ ճանապարհով չէին գնում վերջին մրցաշրջանի ընթացքում եւ պետք էր փոփոխություն։ Հիմա այս աղջիկն էլ 34-ամյա տիկինը օրիորդը նրա կարգավիճակի մասին լուրջ մանրամասներ ես չունեմ, բայց նրան ահավոր շատ են սիրում, դեռ ավելին երկրպագուների մոտ այնց ֆուտբոլային աստվածուհու կարգավիճակ ունի, կազմերը հայտարարելիս առանձինել նրան են հիշատակում եւ հատուկ ընդգծում են ամեն անգամ տենց կատակով, կես կատակ, երբ կազմը ներկայացնում են գլխավոր մարզչին եւ ասում են ներկա է նաեւ ֆուտբոլային աստվածը կներեք աստվածուհին,
Հենց դա այն տարբերակն է, ինչպես նրան Մարի Լուիզա Էտային ներկայացնում ստադիոնում եւ երկրպագուներն էլ բղավում են հենց նրա անուն ազգանունը։ Ինչ հաջողության նա կհասնի, ես չգիտեմ, բայց միանշանակ է նվազագույնը գոնե արդյունքներին Ունիոն Բերլինի գալիքին խաղերում ես հետևելու եմ։ Բարդ մրցակիցներ նրանք երևի թե մենակ Լայպցիգն է, հաղթահարելի մրցակիցներ են եւ այդ տեսանկյունից հետաքրքիր է պատկերացրեք նրանք 5 խաղերում էլ հաղթում են, բավական մոտենում են առաջին հնգյակին, հնարավոր է այնքան այդտեղ տեղ զբաղեցնեն եւ այդ դեպքում ինչ որոշում նրանք կկայացնեն։ Այս պայդրությամբ նրանք որոշել են, որ Մարի Լուիզա Էտան մարզելու է իրենց under մինչև 19 թե մինչև 21 տարեկանների Ունիոն Բերլինի թիմը։ Լինելու է դրա գլխավոր մարզիչը, բայց հնարավոր է այս 5 խաղից հետո թիմը նաև հավաքվի նրա շուրջ, ասի որ չէ, թողեք մեզ հետ։ Եվ դա արդեն այլ ավելի ֆանտաստիկ նախադեպ կլինի, երբ փաստացի թիմը պնդում է, որ պետք է կինը մնա որպես գլխավոր մարզիչ, այլ ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար։ Այսքանը այն հետաքրքիր իրադարձությունների մասին, որոնք որ ծավալվում են եվրոպական թոփ առաջնություններում, եւ որպես վերջնամաս ես խոստացա, որ մի քանի առաջնության էլ կանրադառնամ, թերևս Ռուսաստանի առաջնության կենտրոնական դիմակայությունը Զենիթի եւ Կրասնոդարի միջև չի կարող բաց թողնել։ Սպերցյանի թիմը 1-0 պարտվելիս կարողացավ պատասխան գնդակ խփել, ֆանտաստիկ գեղեցկության գոլ 1-1 եւ նրանք շարունակում են մնալ առաջին հորիզոնականով Կրասնոդարի համար երկարևոր է ապացուցել, որ այդ մեկ չեմպիոնությունը պատահականություն չէր։ Հիմա արդեն մենք այդ կերպ ենք սկսում մեկնաբանել, նաեւ Իշա Սպերցյանի, որի համար դա հավելյալ իմաստ ու նվաճում է այն իրավիճակում, որում նա հայտնվել է, քանի որ նա գոնե հիմա իր հայտարարություններին եթե հետևենք, նա պնդում է, որ Ռուսաստանի առաջնությունը միակ այլընտրանքը չէ, իհարկե, բայց այս փուլում գոնե եթե առաջարկը, օրինակ, իսպանական պայմանական Էլչեից է, նա դա չի դիտարկելու։ Համազոր եւ հավասարազոր չի եւ կգնա, եթե թոփ ակումբից որևէ հրավեր լինի, ինչպես Սաֆոնովի դեպքում եղավ, միանգամից գնաց Paris Saint-Germain։ Այսպես տեղավորեցինք նաև Ռուսաստանի առաջնությունից փոքրիկ կտոր եւ շարժվենք առաջ, քանի որ շատ հետաքրքիր մի հատ նորություն ունեմ ավտոսպորտի սիրահարների համար։ Ունեմ շատ լավ նորություն։ Դե գնանք առաջ։ Իսպանահայ պատանի կարտինգի վարորդ Դանիել Դալաքյանի մասին բազմիցս ենք խոսել, այստեղ նաև եղել է հյուրընկալել ենք նրա հորը Էդուարդին, ով ուշով հետևում է զարգացումներին, օգնում իր որդուն այդ ճանապարհին եւ հիմա մի հետաքրքիր երևի թե նաև աննախադեպ իրադարձություն ունենք, քանի որ Դանիել Դալաքյանը GT դասի մեքենաների համաեվրոպական մրցաշարի է մասնակցել, մասնավորապես Լիժիեի եվրոպական սերիա է կոչվում, այստեղ մի քանի մրցաշարեր են եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում Իսպանիայում առաջինը, Կատալոնիայում, Ֆրանսիայում կան երկուսը, Պորտուգալիայում եւ այլն տարբեր ամիսների եւ ահա առաջինը տեղի ունեցավ շաբաթ կիրակի օրվա ընթացքում, որակավորման փուլը ապահովեց Դանիել Դալաքյանի ընտրած մեքենայի, դեպ այդ նույն Լիժիեի եվրոպական մրցաշարը երկու տարբեր կատեգորիայի մեքենաներ է ենթադրում, GC2R եւ ավելի տենց, եթե Լեմանի ավտոարշավին հետևողներ կան, այդ տիպի, որոնք ավելի արագ են համարվում, բայց այս ճանապարհի կուրսի վրա պայքարում են երկու տեսակի մեքենաներն էլ, նրանք իրար կարող են շրջանցել, բայց մեծ հաշվով իրենց հաշվարկը եւ պոդիումում տեղերը առանձին է, հաշվառվում, առանձին այդ Լեմանի դասի մեքենաների, ավելի արագ մեքենաների դասում առանձին են պոդիում բարձրանում եւ GS2
էրի մեքենաներն էլ առանձին, ահա եւ իր թիմակցի Անտոնին Բեռնարի հետ միասին նա որակավորման փուլում բավական լավ տեղ զբաղեցրեց եւ երկու անգամ են օրվա ընթացքում դուրս գալիս մրցուղի սկզբից օրինակ առաջին ելքի ժամանակ Անտոնին Բեռնարն էր առաջին վարորդը, հետո նրանք որոշ ժամանակ անց փոխարինում են միմյանց եւ արդեն Դանիել Դալաքյանը եւ երկրորդ մեկնարկը արդեն առաջին համարով Դանիել Դալաքյանն էր այս կադրերն էլ որոշակի այդ մրցելույթից կարող եմ առաջարկել դուք դիտեք եւ ինչն է հետաքրքիր եւ ինչն է կարեւոր արդյունքում Դանիելը կարողացավ երկրորդ մեկնարկի ժամանակ ապահովել բավական լավ առավելություն, որը նրանք իր թիմակցի հետ ամրապնդեցին եւ արդյունքում պոդիումում առաջին տեղը առաջին իսկ մրցելույթի ժամանակ շատ երիտասարդ, կրկնում եմ, պատանի այս տղայի համար մեծագույն հաջողություն հենց նրա ընտանիքի համար։ Իսպանիայի դրոշի ներքո էր այս կոնկրետ մրցաշարում, այս դասի, GT դասի մեքենայում եւ այս ընդհանրապես սերիայում եվրոպական լիժեի նա առաջին անգամ էր հանդես գալիս, կարտինգում օրինակ պարբերաբար, որոնք նաեւ անդրադարձել ենք, Ֆորմուլա 4-ում նա նույնպես ստարտ ունեցել է, այդտեղ նա պարբերաբար հայտնվում էր թե Իսպանիայի, թե Հայաստանի դրոշներով, իսկ կոնկրետ այստեղ Իսպանիան է ներկայացնում, կարճ ասած մեծ նվաճում բոլոր նրանց համար, ովքեր որ տարբեր դասերում մեքենաների միջև մրցաշարերին հետևում են, սիրում են, նա շարունակելու էր ելույթները եւ խոստանում են, որ պարբերաբար, եթե եթերաշրջանը ների, բավարարի, մենք կխոսենք, ինչպես նաեւ հուսամ, որ երբ Դանիելը գա Հայաստան, առիթ կլինի այստեղ նրան հյուրընկալելու, արդեն հայրիկն ավտոմոտոսպորտի հայկական իրականության խնդիրների մասին առավել քան մանրամասն խոսել է, կարծում եմ տեխնիկական եւ ավելի բուն մրցաշարերի, այդտեղ վարորդի դերի կարեւորության, յուրահատկությունների մասին շատ ավելի հետաքրքիր կլինի հենց ինչպես ռուսերենում են ընդունված ասել, պիլոտի հետ խոսել, քանի որ արագության սիրահարներ Հայաստանում շատ կան, բայց ավտոսպորտը ինչ որ կաղում է եւ իր տեղում դոփում, եթե տենց շարադրենք։ Լավ, թերևս այս շաբաթվա համար այսքանը։ Կարծում եմ տարբեր ֆուտբոլից զատ այլ մարզաձևերի սիրահարների հետաքրքրությունն էլ կարողացա այս վերջին նորությամբ բավարարել, իսկ սպորտային եւ ֆուտբոլային աշխարհի թերևս ամենահետաքրքիր իրադարձությունը հատկապես ֆուտբոլի երկրպագուների համար Չեմպիոնների լիգան այս շաբաթ պատասխան հանդիպումներով է, մեզ փորձելու զարմացնել, թե անցած շաբաթվա արդյունքները արդեն իսկ հետաքրքիր էին, շատ հարցերի պատասխաններ ստացանք, մի քանիսը մնացին կիսատ-պռատ, օրինակ կոնֆերենցիաների լիգայում ինձ թվում է արդեն կիսաեզրափակչի ուղեգրի տիրակալները բոլորը գրեթե հայտնի են, Չեմպիոնների լիգայում նույն իրավիճակը չէ, կարծես թե դժվար հանդիպումներ ունենալու, բայց նաև վերջնարդյունքում լավ առավելության պոտենցիալ հովակումներն են այստեղ կասկածամիտ, օրինակ նույն Լամին Յամալը Ատլետիկոյի հետ պատասխան խաղից առաջ Լեբրոն Ջեյմսի այդ քամբեքի հայտնի պատմության ինչ-որ լուսանկար էր տեղադրել, իդեպ նա այդ տղան դաս չի քաղում, որ պետք չէ բարդ խաղերից առաջ այն որ հայկական ադատներով մի հատ բար կա, դա միմոսությամբ զբաղվել, պետք չէ նման բաներ անել, բայց նա նորից իր նույն հին հունն է մտել, հիմա օքեյ, ամեն դեպքում, եթե դա սեփական անձի արժև մարտահրավեր դնելու, սահմանելու նպատակ ունի, օքեյ, տեսնենք թե ինչպես նա կարողանա այդ հարցը լուծել, առաջին նվազագույն առաջին խաղում, որտեղ որ Բարսելոնան սեփական արկիտակ 2-0 հաշվով պարտվեց, նա միայն խոտածածկներ ծեծում Պետք է ասել, նաև խոստովանել, որ դաշտում նա հիմնական աշխատող ֆուտբոլիստներից մեկն էր, բայց դե էմոցիաների տեսանկյունից կառավարել դրանք նրա մոտ այդքան էլ չի ստացվում։ Դե բարդ խաղ ունի նաև Մադրիդի Ռեալը մրցակցի արկիտակ Բավարիայի հետ ու առասարակ այս Չեմպիոնների լիգայի խաղարկությունը մեկը մյուսից հետաքրքիր հանդիպումներ է մեզ ապահովում։ Ես օրինակ չէի սպասում, որ առաջին խաղերը նման արդյունավետ կլինեն եւ որոշ դեպքերում անգամ տպավորություն կլինի, որ all-in են խաղում, որովհետեւ նախկին մրցաշրջանների play-off փուլի խաղերը միշտ եղել են այնպիսիք, որ շատ զգուշավոր են եղել առաջին խաղերում։ Այ երկրորդ խաղերն են սցենարային տեսանկյունից եղել սենց
խաղում ենք մինչև վերջ ամեն ինչ դնելով, պարզապես պետք է մեզ հաղթանակ տանել։ Անկամ եթե առաջին խաղում մենք պարտվել ենք 3 կամ 4-0 հաշվով։ Այսքանը նաև այս շաբաթվա ամփոփ հակիրճ ներկայացրեցի, փորձեցի նախաբան ապահովել սպասվելիք ֆանտաստիկ դիմակայությունների մասով։ Այս շաբաթվա համար առանձնացրել էինք այսքանը, մնացեք Բուն TV-ի եթերում, իսկ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, կհանդիպենք գալիք շաբաթ։